Ժողովուրդ ջան, էլի էֆիր մտա, մի հատ այլ խոխմի, ուրեմն Փաշինյանը ասում է, եթե թոշակառուն մի 1000 դրամով բարձրացնենք թոշակը, ես իմ քանի միլիոն կնստի, միլիոն, որ բյուջեամա այդ ոչ մի գումար չի, էլի, կնստի բան է, բյուջեի վրա, կներես, ամեն ամիս միլիոն, եղել է միլիարդ պարգևավճարներ եք ստացել, 1000 անգամ միլիոնը մի միլիարդը, ես գիտեմ, որ շատերը չեն պատկերացնում, այդքան գումար չեն ունեցել, հազվադեպ մեկն անցել, դուք պատկերացրեք 1000 հատ միլիոն մի միլիարդ է դառնում, իրանք միլիարդներով ստանում են պարգևավճարներ, միլիոն կնստի, հա նստի, 10 միլիոն է նստի, բյուջեվա 20-50 միլիոն է նստի, բա բյուջեն դրա համար է, այ քեզ բան, բյուջեն խում ձեր համար չի, ես այդ զարմանում եմ, պետությունը չի համար, որ աշխատողներից վեցնի վարկեր և հարկեր և սոցիալական անապահով, երեխա, ծեր, հիվանդ, պահի, դրա համար է, որ աշխատողին բյուջեից էլի տաս, բյուջեն աշխատող աշխատում է, հա, բյուջե է լցնում, հետո իրան հետ ես տալի, ձեռ եք առնում, պետության իմաստը դա է, եթե ես իմ առողջապահության համար վճարում եմ, եթե ես իմ ուսման համար վճարում եմ, եթե ես իմ թոշակս ինքս հավաքում եմ, կուտակային չգիտեմ ինչ, պետություն, ինչի՞ս ես պետք, հլա քեզ էլ հարկ վճարեմ, կարաք ասեք, հետո հերիք է, գիտեք, ասեք, բյուջեն սենց, բյուջեն ձեր դառն է, դուք պարտավոր եք գոնե սպառողական զամբյուղ հաշվեք և այդ գումարով թոշակ տաք ինվալիդներին, կենսաթոշակը և այլն, կենսաթոշակ ես, կենցաղում, որ կարողանա ապրի, կենսաթոշակ անունը, ինչքան ես դու տալիս, բյուջեն դրա համար է, բյուջեն ձեր համար չի, կներեք, դուք աշխատում եք, վճարում եք բյուջե, որ անապահովներին, ծերերին, հիվանդներին, փոքր երեխան, ես ոչ թոշակառու եմ, ոչ ինվալիդ եմ, ոչ անչափահաս եմ, բայց ես զարմանում եմ լկտիությունը, որ մարդկանց էշի տեղ է դնում, միլիոն է նստում, 10 միլիոն է բյուջեվը, 20 միլիոն է վերցնում, այո, նենց արեք, որ այդ 20 միլիոնը 30 միլիոնը լինի և թոշակառուն, չգիտեմ, հաշվանդամին, երեխային ապահովեք, բայն չի կարծում, բայն չի համար է, դուք այդտեղ վեր գնեք, պետության հաշվին ապրեք, միթոմ նալոգներ եք վճարում, մի ձեռքով վճարում եք, երկու ձեռքով վերցնում, երկու ձեռքով 10 ձեռքով վերցնում, այ քեզ բան, ձեռա լրիվ առել իրան, ու ոչ մեկին հետաքրքիր չի, ինչի թոշակը չես բարձրացնում, փաստ չես բարձրացնում, քո գործն է բարձրացնել, փաստ չես բարձրացնում, թոշակամտից տնտեսագետ չնի գա քո մոտ տնտեսվարի կամ մտածի ոնց է քո գործն է, դրա համար դու պետության վզին նստած ես, կնիկդ, երեխեքդ լրիվ պետության վզին նստած են, որ կարողանաս գործառույթը կատարես, ոչ մի գործառույթ չես կատարում, ամենահիմնականը չես կատարում, մարդկանց քաղաքացիների տեր չես կանգնում և տարածքային ամբողջականություն տեր չես կանգնում, ամենակարևորը ոչ մի բան չես անում, այնտեղ մորթում են քոնոց սպանում են, դու իրանցին բռնում ես, բուժում ուղարկում ես, իրանք քոնին բռնում են, մորթում սպանում են, չգիտեմ, անիմաստ տեղը դատում են, մարդկանց տեր չես կանգնում, մի հատ թուր գա բռնի ինձ, ես ինչ անի, տեր ես կանգնելու, չէ, ապահովելու մասին չես մտածում, այդ քո գործառույթը մենակ նստել բյուջեի վրա թալանել, հա, թող քո գումարը քչանա, թոշակային դուք մի միլիոնի ամեն օրը բան ես անում, ծախս ես տեսնում, քեզ ո՞ր ժամանակ մի միլիոն ծախս տեսնես, Արումի ասա, սկի հատուտեր ժամանակ վարչապետներ չեն ունեցել, իսկ մարդկանց մի ամսվա համար մի 1000 դրամը կամ մի ամսվա համար մի միլիոն դրամ կամ 2 միլիոն դրամ պակասի բյուջետից քո համար գումար է, փախ պրծի, գլխներից վրա եկել ես, անգամ ընտրություններից առաջ էլի ափսոսում մի բան անի կամ խոստում տա կամ մի բան անի, փախի, հերիքա, հասկանաս, անչափահաս ժամանակ որ չտեսես եղել, բան չես ունեցել, այդ խայսատ համա, դե նա всю жизнь, տենց է, անչափահաս ժամանակ ոնց երեխեն ապրում է,
ուրախ, տխուր, ինչ ցեննեստ է, տենց է սաղ կյանքում մնում, դու ինչքան էլ ուտես քո համար քիչ ա լինելու հաջող։